Բարի երեկո, լրատվական կենտրոնն է Ազատության եթերում, օրվա մի քանի թեմաներ նախ վերնակրերով։ Կառավարությունը $380,000 է առաջարկում Սամվել Կարապետյանին, հեծի դիմաց։ Մենք չենք մեկնաբանում։ Վանաձևում արցախցիների վերադարձի մասին հիշատակման պատճառով Բաքուն խզում է հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ։ Ընտրություններից մեկ ամիս առաջ վարչապետը մասնակցում է խոշոր բիզնեսի շքերթին։ Իրանը Միացյալ Նահանգներին է փոխանցել խաղաղության նոր առաջարկ, Թրամփը մտադիր չէ վերացնել Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Ինչու էր Զեբր դարձած ավանակը փողոց դուրս եկել։ Ադրբեջանը կոշտ է արձագանքում 3 եվրոպական խորհրդարանում Հայաստանի մասին ընդունված բանաձևին։ Եվրոպացի պատգամավորների քվեարկությունից ժամեր անց Միլի Մեջլիսը կասեցրեց հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ։ Բաքուն հակաադրբեջանական է որակում փաստաթուղթը, որտեղ կոչ է արվում անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, ապահովել հայերի վերադարձը Ղարաբաղ։ Դուք տեսել եք փախստականների ճամբարները Հայաստանում, որովհետև ես տեսել եմ։ Այո, դուք կարող եք խոսել ժողովրդավարական դիմակայունության եւ նման բաների մասին, բայց ինչ կասեք այս տղամարդկանց, կանանց եւ երեխաների մասին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, ստիպված են եղել փախչել իրենց նախնիների հողից, ադրբեջանցի զինվորի հարկադրանքի տակ։ Նրանց միակ ուզածը իրենց տուն, Լեռնային Ղարաբաղ վերադառնալն է։ 2023 թվականին 120,000 հայեր տեղահանվեցին։ Բոլորս մեզանից շատերը ասել են, որ Եվրոպական խորհուրդը պետք է առանց հապաղելու միջոցներ ձեռնարկի պատասխանատուների դեմ։ Բաքվում դեռևս պահվող 19 բանտարկյալները պետք է ազատ արձակվեն եւ մենք պետք է պաշտպանենք տեղահանվածների վերադարձի իրավունքը։ Եվրոպական միության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը չափազանց կարևոր է, սակայն մենք պետք է ընդգծենք, որ նման ներգրավվածությունը պետք է իրականացվի քաղաքական չեզոքության սկզբունքի խիստ պահպանմամբ։ Արտաքին ներգրավվածության ցանկացած ձև կխաթարի ընտրական գործընթացի վստահելիությունը։ Պաշտոնական Երևանը սակայն չի բարձրաձայնում արցախցիների վերադարձի հարցը, դա վտանգավոր օրակարգ որակելով։ Երեկվա բանաձևը նաև աջակցություն է հայտնում Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը եւ եվրոպական ինտեգրման ուղղությամբ քայլերին, միաժամանակ ընդգծելով, որ հունիսի 7-ի ընտրությունների ելքը պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։ Եվրոպացիները հիշեցնում են ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման, ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտության մասին։ Իսկ Իլհամ Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևն այսօր Ստեփանակերտ է ուղեկցել օտարերկրյա դեսպաններին։ Այցը հաջորդում է Լեռնային Ղարաբաղում երկու եկեղեցիների ոչնչացմանը, որ նաև միջազգային մամուլում էր քննադատության արժանացել։ Հայկական կողմը այս հարցով Բաքվին բողոք չի հայտնել։ Հաջիևը այսօր պնդել է, թե այդ եկեղեցիների քանդումը բխում է Ադրբեջանի օրենսդրությունից եւ միջազգային նորմերից, ըստ էության չբացառելով, որ հայկական այլ կառույցներ էլ կարող են այդ ճակատագրին արժանանալ։ Այլ թեմաներ, մայիսի 1-ն է աշխատանքի օրը, տարիների դադարից հետո այսօր խորհրդային ավանդույթով կրկին աշխատավորներն են դուրս եկել հրապարակ, ընտրություններից մեկ ամիս առաջ անցկացված տոնական մեծ միջոցառմանը վարչապետ Փաշինյանն է մասնակցել, ում ներկայությամբ հայաստանյան խոշոր բիզնեսները շքերթ են արել։ Քաղաքացիական պայմանագիրը սակայն հավաստիացնում է, թե կապ չունի հենց կառավարության շենքի առջև տեղի ունեցող հանդիսության հետ։ Հիմավորեք, հրապարակ են մտնում Վիվա Արմենիայի աշխատակիցները։ Մայիսի 1-ը Երևանում նշվեց ինչպես հին խորհրդային ժամանակներում, բայց այս անգամ հանրապետության հրապարակում ոչ թե կոմունիստներն էին, այլ վարչապետ Փաշինյանն իր թիմով, որ փակված Ամիրյան փողոցով անցնելիս հերթով մոտենում, բարևում էր իրեն 1 ժամից ավելի սպասող տարբեր բիզնեսների աշխատողներին։ Լավ միջոցառումից դուր է գալիս։ Շնորհակալ ենք աշխատանքի համար։ Շքերթը սկսվեց 40 րոպե ուշացումով Արևի տակված բանկի, Վիվասելի, Արմենիա վայնի, Երեմյանի, Ջերմուկի, Սիլի, Վեգայի եւ մյուսների աշխատողները սպասում էին վարչապետին։
Փաշինյանը 2 շաբաթ առաջ էր ընդունել տոնական շքերթի մասնակից որոշ ընկերությունների, օրինակ Երեմյանի, Արմենիա Վայնի, Վեգայի, Թիմ Տելեկոմի, Ֆաստ բանկի ղեկավարներին քննարկել տնտեսության զարգացման ու նոր աշխատատեղերի ստեղծման հարցերը։ Կարծած չեմ, ես ճիշտ ասած մամուլից իմացել եմ, որ շատ լավ միջոցառում կա, եկել եմ աղջկաս հետ այստեղ օրս վայելելու։ Ով է Հանրապետության հրապարակը ողջ օրը փակած ու բիզնեսի ներկայացուցիչներին մի տեղում հավաքած միջոցառման կազմակերպիչը նախարարը տեղյակ չէր։ Ունեմ վստահություն, որ պետական մարմինները որոշակի մասնակցություն ունեն, ուղղակի ես դրա մասին տեղեկատվություն չունեմ։ Ես կարծում եմ, եթե ունենք, պետք է անպայման այնպես անենք, որ հաջորդ մայիսի մեկն էլ այսքան լավ անցնի, հաջորդ քաղաքացու տոնն էլ այսքան լավ անցնի, որովհետև ելի եմ կրկնում, տոնական տրամադրությունը շատ կարևոր է տնտեսական ակտիվության ու տնտեսական զարգացման համար։ Այսօրվա տոնական միջոցառման հեղինակը Էլի Դոմինո Production-ն էր, որը վերջերս կազմակերպել էր նաև Գյումրիում ու Երևանում անցկացված մեծ համերգները։ Գյումրիում անգամ Փաշինյանի վարչաբենդն էր նվագել։ Միջազգային աստղերի մասնակցությամբ Երևանի համերգն էլ քաղաքացու օրվան էր նվիրված։ Ինչու անցած մայիսի 1-ին այսպիսի շուկով չէին նշվում։ Էկոնոմիկայի քպական նախարարն ափսոսանք հայտնեց ու պնդեց, թե սա առաջիկա ընտրությունների համար չի արվում։ Չէ, քարոզչություն անում են մյուսները, կարճ սպարծիվկա բաժանելով։ Քարոզչություն չէր, բայց այսօր էլ վարչապետ Փաշինյանն իր քարոզչական սրտիկն ու Հայաստանի քարտեզով կրծքանշաններն էր բաժանում։ Հոծ բազմություն էր հավաքվել անվտանգության աշխատողներով շրջապատված Փաշինյանի շուրջ, սպասում էին իրենց հերթին, որ լուսանկարվեն։ 65-ամյա Քնարիկ Մելքոնյանին հրապարակ էին բերել խորհրդային հուշերը։ Մեկ էլ մայիսի 1-ը տոնել էր 80-ականների վերջին կոմունիստների օրոք։ Այս ժամանակ ավելի շատ էր։ Պրոսպեկտային վերևից իջնում էին բոլոր գործարանները, ասենք բուժաշխատողները, դեղ կային էլի ուսանողները, շատ։ Լավ հիշողություն։ Դեմերչյանը կանգնած ձեռքով էր անում բոլորին, շատ հաճելի ա եղել։ Թորներին էր բերել։ Նկատեց, որ հիմա աշխատողների իրավունքներն այդքան էլ պաշտպանված չեն։ Հիմա շատ քիչ են ստանում աշխատավարձ, հետո պարտաճանաչ չեն տալիս, այս ժամանակ ուրիշ է։ Շքերթի մասնակից տարբեր ընկերությունների աշխատողները օդաչուներից մինչև բորտուղեկցորդուհիներ, սպասարկման ոլորտից մինչև վարորդներ ազատությանն ասում էին, գիտեն, որ հանգստյան օր է, բայց չեն ցանկացել հետ մնալ կոլեկտիվից ու հանգիստ իրենց ուզածով կազմակերպելու փոխարեն եկել են հրապարակ։ Որ չգայիք ինչ կլիներ։ Ոչ մի բան։ Գործից չէին հանի։ Չէ։ Կամավոր եք եկել, թե որոշվել ա, որ գալու եք։ Որոշվել է, որ ներկայացնեն կոմպլեքս մոլա։ Իշխանական падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Ֆլայուանի օդանավի հրամանատար Արսեն Պողոսյանը գործընկերների հետ եկել էր ներկայացնելու ավիաընկերությունը։ Աշխատողների տոննա, մեր տոննա, եւ մենք ամբողջ կամպանիայի ներկայացուցիչներով գտնվում ենք այս լավ իրադարձության այս տոնին։ Հրապարակ են մտնում Yandex-Go-ին միացած աշխատակիցները։ Հանրապետության հրապարակում իրենց իրավունքների տոնն էին նշում նաև Yandex-ի հնդիկ առաքիչները։ Ազատությունը հաճախ է բարձրաձայնում Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքների խախտումների մասին։ Մինչդեռ այսօր նրանք եւս հրապարակում էին իրենց համար աշխատանքային օրը համատեղելով աշխատավորների տոնի հետ։ Եվ մինչ աշխատողներն ու վարչապետը շքերթի էին, ընտրապայքար մտած մյուս ուժերը վստահեցնում են, եթե իրենք կան իշխանության, հաջորդ շքերթին հպարտանալու շատ ավելի բան կլինի։ Խոստումները 100,000-ների աշխատատեղերի մասին են։ Գործող իշխանություններն էլ նման ցուցանիշով պարծենում են, բայց տնտեսագետները պաշտոնական վիճակագրության տակ միշտ չէ, որ իրական մարդկանց են տեսնում։ Աշխատանքն ու աշխատատեղերը իհարկե այս ընտրարշավի գլխավոր թեման չեն, բայց ի տարբերություն շատ ու շատ հարցերի անտեսված էլ չեն։ Երբ ըստ լուսավոր Հայաստանի հայկական պետականությանը վտանգ է սպառնում, աշխատատեղերի հարցը երկրորդական է։ Ալիևն էլ կարող է շատ բարձր աշխատավարձ տալ, եթե մենք ամբողջ ազգով համաձայնվենք դառնալ Արևմտյան Ադրբեջան կամ նույնպես Թուրքիան։ Ինձև ինչի՞ չէ, ցանկացած այլ երկիր պետք է լուծել Հայաստանի անվտանգային եւ հայկական մնալու օրհասական խնդիրը, դրանից հետո ներգրավելով արդեն պատշաճ մասնակիցներ լուծել մնացած երկրորդական խնդիրները։ Ով ավելի շատ աշխատատեղերի մրցավազքը հիմնականում իշխող քաղաքացիական պայմանագրի ու Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի մեջ է ծավալվել։ Մեկը խոստանում է, մյուսը պնդում իրենք արդեն իսկ այդ թվին մոտեցել են։ Ստեղծելու ենք 300,000 աշխատատեղ հայերի համար, նույնիսկ մեկը թողնելու ենք Փաշինյանի համար, թմբուկ նվագելը։ 2018 թվականից ի վեր Հայաստանում 288,000
աշխատատեղ է ստեղծվել, բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, այդ աշխատատեղերը դուք եք ստեղծել։ Իհարկե կառավարության քաղաքականությունները նպաստել են դրան եւ միջավայր ենք նաեւ մենք որոշակի ստեղծել աշխատատեղերը, որոնք կան, տեսանելի են պետության համար, իրանք կան, այն աշխատատեղերը, որոնք չկան, իրանք ուղղակի չկան։ Վերընտրության ձգտող քաղաքացիական պայմանագրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը տարեկան 25000 նոր աշխատատեղերի ստեղծման պլաններով մի քանի օր առաջ խոշոր գործարարների հետ կիսվեց։ Փորձագիտական շրջանակներից կարծիք հնչեց դա սեփական խոստման վերապատվիրակում էր բիզնեսներին, թե իմացեք տարեկան պետք է 25000 նոր աշխատատեղ ստեղծեք։ Շատ կարևոր է, որ մենք այս դինամիկան շարունակենք։ Ես պետք է մի քո նման ղեկավար։ Քաղաքացիական պայմանագիրը նաև բարձր վարձատրության ճանապարհ է խոստանում հարթել։ ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը նախընտրական տարում բաժանվող պարգևավճարների օրինակով անհավասարության թեման է բարձրացնում։ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը դեկտեմբերից ավելի քան 8 միլիարդ դրամ կամ 22 միլիոն դոլար պարգևատրումներ է բաժանել պաշտոնյաներին ու պետական աշխատողներին։ Չի կարող լինել այնպես, որ նախարարը ստանա 7-8 միլիոն դրամ պարգևավճար, իսկ համակարգի այլ աշխատակիցներ 20-ից 50 հազար, 100 հազար դրամ։ Պարգևավճարները չպետք է լինեն մեկ հոգու քմահաճույքից կախված, որ այդ մեկը բաշխի իր հյուրայինների, անձամբ իրեն լավ ծառայողների միջև, իսկ մնացած 90%-ին բաժին հանի, ինչ տակը մնա։ Պարգևավճարների կարգը պետք է ֆիքսված լինի օրենքով եւ լինի արդար։ Մյուս ուղղությունը այս առողջացնելու ուղղությամբ լինելու է արդար բիզնես միջավայրի կառուցումը, ինչպես նաեւ շնորհապետական պետական համակարգի ստեղծումը, այնպիսի հասարակական կարգ, որտեղ մարդիկ նշանակվում են պաշտոնների ըստ իրենց արժանինքների։ Ռեֆորմիստական նոր ուժը Հայկ Մարությանի գլխավորությամբ նախ աշխատողների իրավունքների պաշտպանության հարցերն է ուզում լուծել, որը ըստ ընտրական ցուցակի երկրորդ համարի Հակոբ Կարապետյանի տնտեսության զարգացման ուղիղ ճանապարհն է։ Արհեստակցական միությունները իրենց նպատակին չեն ծառայում կամ գոյություն չունեն։ Մենք այս ուղղությամբ իրավական էլի եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ ենք առաջարկել։ Նույն աշխատանքային իրավունքները, առանց հանգստյան օրերի աշխատանքները կամ առանց հավելավճարի աշխատանքները կամ կատարած աշխատանքին համեմատ ոչ պատշաճ վարձատրությունը մեր երկրում ցավոք դեռ համատարած է։ Պաշտոնական տվյալներով մոտ 3 միլիոնանոց Հայաստանում բնակչության մոտ 13%-ը գործազուրկ է։ Վերջապես որոշակիանում է, թե որքան է պետությունը առաջարկում Սամվել Կարապետյանին նրա սեփականության դիմաց։ Կարապետյանները միջազգային ատյաններում բողոքարկում են Էլցանցի պետականացման որոշումը։ Այն լիցենզիայից զրկվեց նոյեմբերին, երբ միլիարդատեր գործարարն արդեն կալանավորված էր։ Նա մեղադրանքը շինծու է վերավորակում իր քաղաքական հայտը լռեցնելու համար։ Հայաստանի կառավարությունը հեծի ձեռքբերման համար բաժնետերերին Սամվել Կարապետյանի ընտանիքին առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ կամ 62 միլիոն 300 հազար դոլար, ընդ որում պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին 10 տարիներին ստացած շահաբաժինները 23 միլիարդ 158 միլիոն դրամը։ Ազատություն ռադիոկայանի տրամադրության տակ է հեծի 100%-ի ձեռքբերման համար կառավարության ներկայացրած առաջարկը, որի բովանդակությունը չեն բարձրաձայնում ոչ կառավարությունը, ոչ էլ հեծի սեփականատերերը։ Փաստացի, եթե սեփականատերը իր ստացած շահաբաժինները վերադարձնի ընկերությանը, կստացվի, որ կառավարությունը ուզում է ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունը գնել 142 միլիոն դրամով, մոտ 380 հազար դոլարով։ Ազատություն ռադիոկայանը գրավոր դիմել էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, խնդրելով հայտնել իրենց կողմից ինչ գնահատակ է ներկայացվել հեծի բաժնետոմսերի դիմաց, ինչ բանաձևի հիման վրա է որոշվել այդ գինը եւ որքան է կազմում հեծի շուկայական արժեքը։ Ի պատասխան նախարարությունից նշել են, որ ընկերությունը տասնամյակներ առաջ եղել է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում, անպատասխան թողնելով մյուս բոլոր հարցերը։ Հետագայում նախարարությունից հաղորդեցին, որ քննարկումներ են ընթանում եւ հավելյալ տեղեկատվություն այդ մասին հաղորդել չեն կարող։
Այնինչ քննարկումներն այս փուլում ավարտվել են, երբ փետրվարի 17-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը պաշտոնական գրությամբ հեծի բաժնետոմսերի համար առաջարկել է 23 միլիարդ դրամ, պայմանով որ սեփականատերը այդ գումարի մոտ 10%-ը 23 միլիոն դրամը վերադարձնի ընկերությանը։ Ազատությունը նաեւ գրավոր դիմել էր հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, խնդրելով հայտնել որքան է ընկերության շուկայական արժեքը եւ ինչ մեթոդով է փոխհատուցումը հաշվարկվել։ Ընկերությունից հարցմանը չեն արձագանքել։ Այս տարվա հունվարի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, այս պահին հեծի շուկայական արժեքի գնահատում է ընթանում։ Եթե հեծի շուկայական արժեքը կլինի, այսպես ասած, հասանելի պետական բյուջեի համար, մենք դա լիարժեք ամբողջությամբ կպետականացնենք, կազգայնացնենք եւ կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի։ Այսինքն հիմա շուկայական գնահատման գործընթացն է տեղի ունենում, որովհետեւ հիմա նաեւ որոշ կարծիքներ են հնչում, բայց շատ նախնական, որովհետեւ կարող է պարզվի, որ հեծի ֆինանսական վիճակը այնքան վատ է, որ իր շուկայական արժեքը շատ ցածր է եւ կարելի է ուղղակի կառավարության որոշմամբ ինչ որ մի գումար հատկացնել եւ դա դարձնել չեմ կարող ասել, քանի դեռ թղթի վրա չկա այդ գումարը, խոսակցություններ կան, բայց ես հիմա որևէ բան չեմ ասի եւ այս առումով կարծում եմ, որ մենք մեծ հաշվով շտապելու բան չունենք էլ։ Դրանից 3 ամիս անց այսօր էլ սակայն կառավարությունը չի հայտնում, թե որքան է ընկերության շուկայական արժեքը։ Այդուհանդերձ կան որոշ տվյալներ, որոնք կարող են պատկեր ձևավորել հեծի արժեքի մասին, թեպետ դրանք ամբողջական կարող են չլինել։ Այսպես, ընկերության 2024-ի հաշվետվության մեջ նշվում է, որ հեծի սեփական կապիտալը մոտ 137 միլիարդ դրամ է, այսօրվա փոխարժեքով 367 միլիոն դոլար։ Հաշվետվության սեփական կապիտալ բաժինը որպես կանոն արտացոլում է ընկերության արժեքը առանց վարկերի եւ այլ պարտավորությունների, ինչպես նաեւ առանց ապագա շահութաբերության հաշվարկի եւ բրենդի արժեքի։ Այնուհանդերձ ընկերության շուկայական արժեքը կարող է շեղվել սեփական կապիտալի արժեքից։ Հեծի բաժնետոմսերի գնի հարցում կարող է կողմնորոշիչ լինել նաեւ մեկ այլ փաստ։ 2017-ից 22 թվականներին հեծը առնվազն 125 միլիոն դոլարի վարկ էր վերցրել վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից, ասիական զարգացման բանկից, միջազգային ֆինանսական կորպորացիայից եւ ընկերության բաժնետոմսերի 100%-ը գրավադրված էր հենց այս վարկերի ստացման համար։ Ըստ ընթացակարգերի, մինչև վարկերի տրամադրումը միջազգային բանկերը պետք է գնահատեին ընկերության բաժնետոմսերի արժեքը։ Թեպետ սա բաց ու հրապարակվող թիվ չէ, սակայն կարելի է ենթադրել, որ ընկերության բաժնետոմսերի արժեքն այնպիսին է եղել, որ թույլ է տվել այս բանկերին 125 միլիոն դոլարի վարկ տրամադրել, այլապես նվազ արժեքի դեպքում հաշվի առնելով ռիսկերը համաձայնագրերը չէին կնքվի։ Ինչու է Կարապետյանի կողմից շահաբաժնի ստացումը կապակցվել ընկերության բաժնետոմսերի արժեքի հետ։ Այս հարցը մութ է նաև ընկերության նախկին տնօրենի համար։ Դավիթ Ղազինյանի պնդմամբ հեծի միայն գույքի մի փոքր մասը արժե 22 միլիարդ դրամ։ Բացարձակ տրամաբանություն գոյություն չունի, 70 եւ ավել միլիարդ այս պահին դեռևս ունի Սամվել Կարապետյանը շահաբաժին ստանալու։ Ընդհանուր շահաբաժինը կազմել է այսպես կլորացրած ասեմ մոտավորապես 90 մի քիչ ավել միլիարդ, որից համարյա 11 տարվա ընթացքում ընդամենը այդ 22 միլիարդն է ստացել։ Հիմա ես նախ չգիտեմ ինչպես է գնահատվել ընդամենը 22 միլիարդ այդ ընկերությունը, չեմ կարող պատկերացնել, այն ընկերությունը, ինչ ընկերություն պետք է լինի, որ դա գնահատած լինի 22 միլիարդ, ենթադրում եմ, որ դա տեղական ընկերություն է եւ ենթադրում եմ, որ ճնշումների ներքո է այդ որոշումը կայացրել։ Վերջինս տեղյակ չէ, հեծի սեփականատերերը պատասխանել են կառավարության առաջարկին, թե ոչ, բայց վստահ է, բանակցելու բան այստեղ չկա։ Արդյոք ընկերության համար ընդունելի կլինեն 2024-ի հաշվետվությամբ արձանագրված սեփական կապիտալի չափի 367 միլիոն դոլարի շուրջ բանակցությունները։ Առանց վարկերի միգուցե գոնե տրամաբանությանը մոտ կարող է լինել։ Չեմ ասում մեր ուզածներ, չեմ ասում իրական արժեքներ, բայց տրամաբանությանը մոտ պետք է լինել։ Ամեն դեպքում
խոսելու տեղ միգուցե հնարավոր լիներ։ ՀԵՑ-ը էլեկտրաէներգիայի մատակարարման լիցենզիայից զրկվեց անցած նոյեմբերին։ Մինչ այդ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելու մասին հայտարարությունից հետո։ Վարչապետ Փաշինյանն էլ պնդել էր, ընկերությունը պետք է ազգայնացվի։ Ըստ Ղազինյանի, ՀԵՑ-ին լիցենզիայից զրկելու նպատակը ընկերության արժեքը արհեստականորեն իջեցնելն է եղել, քանի որ մեկ բան է ընկերության արժեքը այս լիցենզիայով, մեկ այլ բան առանց դրա։ ՀԵՑ-ը պետք է գնահատվի մեր, այսպես չեմ ուզում ասել մեր ձեռքից վերցված, բայց խլված օրվա դրությամբ, այսինքն հուլիսի 21-ի դրությամբ։ Ինչու չեմ կարող հիմնավոր կասկած ունենալ, որ դիտավորյալ փչացրել են ՀԵՑ-ը, որպեսզի քիչ գնահատվի։ Այսօր ՀԵՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը չհերքեց ազատության տեղեկությունները, բայց հրաժարվեց հստակեցնել, որոնք են լինելու այս ուղղությամբ ընկերության հետագա քայլերը։ Մենք չենք մեկնաբանում այդպիսի ինֆորմացիաներ, որովհետև հիմնական մեր խնդիրը իրապես ասեմ, ՀԵՑ կամ ուրիշ կառույցներ մեր համար այս բան երրորդական են, մեր հիմնական խնդիրը մեր հայրենիքում մեծ փոփոխություն բերելն է։ Իսկ թե ինչ ապօրինություններ կուզեն անեն իրենք ինչ ուզում են կարող են հնարել եւ ասել եւ առաջարկել, մենք չենք ուզում դա քննարկել։ Մի բան է ցավալի, որ հետո դժվար է լինելու ներդրողին համոզել, որ երկիրը դզվել է, երկիրը հարգում է անձնական սեփականությունը, եկեք ներդրումներ արեք այստեղ։ Ամենամեծ բիզնեսների ունեզրկման փորձերով իրենք ընդհանուր երկրի վարկանիշն են կորցնում։ Վարչական դատարանն արգելել է կառավարությանը մինչև մայիսի 25-ը օտարել ՀԵՑ-ի բաժնետոմսերը։ Եթե սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքն ու կառավարությունը մինչ այդ ներկայացված առաջարկի շուրջ համաձայնության չգան, ըստ օրենսդրության ՀԵՑ-ը կճանաչվի հանրային գերակաշահ, որը ևս ենթադրում է փոխհատուցում։ Դրանից հրաժարվելու հնարավորություն, սակայն սեփականատերն արդեն չի ունենա եւ փաստացի փոխհատուցման չափի հարցը կարող է վիճարկել միայն դատական ատյաններում։ Լրատվական կենտրոնն է եթերում, օրվա լուրերը անընդհատ թարմացվում են նաև Ազատության Տելեգրամի ալիքում, այժմ էլ հաղորդման երկրորդ հատվածի թեմաները։ Իրանը Միացյալ Նահանգներին է փոխանցել խաղաղության նոր առաջարկ, Թրամփը մտադիր չէ վերացնել Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Ինչու էր Զեբր դարձած ավանակը փողոց դուրս եկել։ Երկուշաբթի Երևանում անցկացվելիք եվրոպացի առաջնորդների հավաքից հետո իրադարձությունների էպիկենտրոնը կտեղափոխվի Գյումրի։ Ֆրանսիայի նախագահը մեկ օր ավելի կմնա Հայաստանում, արդեն որպես պետական այցու կնոջ Բրիջիտի ուղեկցությամբ կուղևորվի Շիրակ։ Գյումրիի հրապարակում արդեն պատրաստություն են տեսնում։ Ես իրան շատ եմ հավանում։ Հայամետ է ամենակարևորը։ Գյումրիում վերջին օրերին իսկական իրարանցում է Էմանուել Մակրոնի պետական այցին են պատրաստվում։ Այսօր քաղաքի գլխավոր Վարդանանց հրապարակում մի կողմից գծանշումներ էին անում, մյուս կողմից մեծ բեմ հավաքում, որտեղ մայիսի 5-ի երեկոյան հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված համերգ է լինելու։ Դրան ներկա կլինեն Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը տիկնոջ հետ։ Գործադիրի երեկվա նիստում այս համերգի համար Պաուստային ֆոնդից ավելի քան $1 միլիոն հատկացվեց։ Երեկոյան արդեն համերգի մասին անձամբ նաև Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց։ Մենք ամսի 5-ի երեկոյան նախագահ Մակրոնի հետ լինելու ենք Գյումրիում, որտեղ Վարդանանց հրապարակում տեղի ունենալու մեծ համերգ հայ եւ ֆրանսիացի աստղերի մասնակցությամբ, եւ ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ մեր սիրելի գյումրեցիները շատ ջերմ, բարեկամական եւ ճոխ ընդունելություն կցուցաբերեն նախագահ Մակրոնին, ով այն գործիչներից է, ով իր նախագահության ողջ ընթացքում մշտապես անսասան կերպով կանգնած է եղել Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության դիրքերում։ Սիրելի գյումրեցիներ, համոզված եմ, որ մենք միասին ի ցույց կդնենք մեր հյուրասիրությունը մայիսի 5-ի երեկոյան Վարդանանց հրապարակում եւ ընդհանրապես Գյումրիում ողջունելով Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին եւ նրա տիկնոջը։
Գյումրիում տեղյակ են ու սպասում են Ֆրանսիայի նախագահին։ Սպասում ենք։ Ինչ է տալու Մակրոնի այս օրինակ Գյումրիին։ Մենակ Մակրոնը չէ, հենց Գյումրի Մակրոնը։ Բայց Երևանում մեծ Եվրոխորհրդի ինչ-որ սա բան է, կազմակերպությունների հավաք է։ Հա, շատ լավ է, որ կան, կեշտան, շատ լավ է, բայց եթե կավազ է ներկան իշխանության հետ ցանկալի չէ։ Ֆրանսիան մեր բարեկամն է։ Մեր բարեկամ երկիր է, ինչ կա։ Լավ, պետք է բոլորին է լավ։ Դե մենք ընդհանրապես կողմ ենք Եվրոմիություն մտնելու, դրա համար ցանկացածն էլ կա Եվրոպայից, լավ կընտրենք։ Բայց Մակրոնի պետական այցն ամենաշատը ուրախացրել է գյումրեցի վարորդներին։ Ֆրանսիայի նախագահի երթուղին ինտենսիվ կարգի է բերվում, իսկ անբարեկարգ փողոցներում ապրողները կատակում են, թե Երանի Մակրոնը իրենց թաղել գար։ Մի քանի օրվա ընթացքում Գյումրիի Վարդանանց հրապարակի հարակից փողոցն ու Բագրատունյաց պուրակի հատվածը շատ արագ ասֆալտապատվեցին։ Ու այսօր, թեև ոչ աշխատանքային օր էր, բայց աշխատանքները շարունակվում էին։ Գյումրիի մուտքի մոտ Տերյան փողոցում հասցրել էին տարիներով անմխիթար վիճակում գտնվող կամուրջի տակի սալիկները փոխել։ Բուն փողոցում ինտենսիվ փոսալցումներ էին։ Հայ-ֆրանսիական համերգի կազմակերպման վայր է ընտրվել Գյումրին, քանի որ ըստ կառավարության Գյումրիում մեծ է սերն ու հետաքրքրությունը ֆրանսերենի եւ ֆրանսիական մշակույթի նկատմամբ, ինչը պայմանավորված է 1988-ի երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման գործում Ֆրանսիայի ժողովրդի եւ կառավարության ցուցաբերած աջակցությամբ։ Նախագահ Մակրոնը մայիսի 3-ին կժամանի Հայաստան, մայիսի 4-ին նախ կմասնակցի Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Մայիսի 5-ին կմեկնարկի նրա պետական այցը, վարչապետ Փաշինյանն ու նախագահ Մակրոնը առանձնազրույց կունենան։ Դրան կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա նրանք փաստաթղթեր կստորագրեն, լրատվամիջոցների համար հայտարարություններ կանեն։ Ավելի ուշ արդեն Մակրոնն ու Փաշինյանը Գյումրի կմեկնեն։ Իսկ Մոսկվան տնտեսական սպառնալիքներով է զգուշացնում, տնտեսական հետևանքներով է զգուշացնում, եթե Երևանը խորացնի եվրոպական ինտեգրացիան։ Այսօր հայտնի դարձավ, որ առցանց առևտրի ռուսական երկու խոշոր ընկերությունները Վայլդբերիսն ու Օզոնը խստացնում են հայկական ապրանքների վաճառքի կանոնները։ Պատմությունը սկսվեց վարչապետի մոսկովյան այցից հետո, երբ արգելափակվեց հայկական ջերմուկի վաճառքը Ռուսաստանում։ Ռուսաստանում ջերմուկ հայկական ջրերի 1.338.000 շշի վաճառքի արգելքը Հայաստանի վարչապետն ու էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը քաղաքական հաշվեհարդար չեն համարում Հայաստանի դեմ։ Ջերմուկի արտահանման մասով Ռուսաստանում խնդիրներ առաջացան, սա կապված է ընտրական գործընթացի հետ։ Ինչ վերաբերում է արտահանման հետ կապված խնդիրներին, ժամանակ առ ժամանակ այդ հարցերը ծագում են եւ լուծվում են եւ համոզված եմ, որ հերթական անգամ հարցեր միշտ էլ առաջանում են բոլոր ուղղություններով։ Նորմալ է, ամեն բոլոր հարցերն էլ կլուծվի։ Այդպիսի հարցեր ենք լուծել։ Քաղաքական ենթատեքստ տեսնում եք։ Չկա, չեմ տեսնում, կլուծենք։ Ռուսաստանի սպառողների պաշտպանության պետական մարմինը Ռոսպատրեբնադզորը հայտարարել էր, որ ջերմուկի որոշ խմբականակներում պարտադիր պահանջների խախտումներ կան եւ դրանք կարող են վնասել սպառողների առողջությանը։ 2024-ին ռուսական կողմը կրկին կասեցրել էր ջերմուկի որոշ խմբականակների վաճառքը, երբ Հյուսիսային Օսիայում 65-ամյա տղամարդը մահացել էր ըստ նրանց վարկածի ջերմուկ խմելուց հետո։ Ռուս իրավապահները պնդել էին, թե շշում քացախաթթու է եղել։ Այդ ժամանակ Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմինը հակադարձել էր։ Ստուգումներ են արել ջերմուկի մայր գործարանում եւ ոչ մի խախտում չեն հայտնաբերել։ Ջերմուկ գրուպն այդ օրերին հերքել էր այս ամենն ու հայտարարել, իրենց որևէ աշխատակից անգամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում նրանք լուռ են, ոչ զանգերի են պատասխանում, ոչ պաշտոնական հայտարարություններ տարածում։ Էկոնոմիկայի նախարար Պապոյանը սակայն վստահ է ջերմուկի որակը բարձր է։ Ես ինքս հավատացած եմ, որ ջերմուկը բարձր որակի է, համապատասխանում է բոլոր ստանդարտներին եւ ես բացարձակ կասկած չունեմ, որ
ջերմուկի հարցը լուծվելու է եւ մենք շարունակելու ենք տասնյակ հարյուրավոր միլիոն հատերով ջերմուկ արտահանենք։ Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնից դեռ պնդում են ռուս գործընկերներից օրեր շարունակ պաշտոնական բացատրություն չեն ստանում, բայց իրենք այս անգամ նույնպես ինքնուրույն են որոշել ստուգումներ անել ջերմուկի գործարանում։ Եվ արտադրությունից եւ իրացման ցանցից վերցված նմուշները փորձաքննության կենթարկվեն եւ անկախ այն հանգամանքից դրանք ինչպիսին կլինեն, պատասխանները մենք անպայման կհրապարակենք։ Լաբորատոր փորձաքննությունը հիմնականում տևում է 5-ից 7 օր։ Նախորդ ամիս Փաշինյան-Պուտին լարված հանդիպման ընթացքում Ռուսաստանի ղեկավարը մի քանի անգամ Հայաստանի վարչապետին հիշեցրել էր, թե որքան կարևոր է ռուսական շուկան Հայաստանի համար։ Չնայած հայ պաշտոնյաները չեն կարծում, որ այս հանդիպումից հետո ռուսական շուկայում հայկական բիզնեսների գլխին սև ամպեր են կուտակվում, այդուհանդերձ ռուս գործընկերները ոչ ՍԱԱՏՄ-ին, ոչ էլ էկոնոմիկայի նախարարությանը չեն տեղեկացնում, ինչ խնդիր կա ջերմուկի հետ։ Իսկ ինչու Հայաստանից չեն դիմում ռուս գործընկերներին։ Քանի որ չենք ստացել պաշտոնական նամակ Ռուսաստանի Դաշնության որևէ պետական մարմնից, ասենք օրինակ Ռոսսելխոզնադզորից, Մինէկոնոմից, որևէ տեղից չենք ստացել։ Հետևաբար ես չեմ կարող մեկնաբանել ու չեմ կարող որևէ բան այդ մասով ասել։ Չեմ դիմել, որովհետև ընկերությունն էլ դեռ մեզ չի դիմել։ Հետևաբար, երբ որ ընկերությունը կամ պետական որևէ մարմին, այսինքն որևէ պաշտոնական օղակ կդիմի մեզ, մենք միանգամից կարձագանքենք։ Ռուսաստանի պետական մարմինները հայտարարում են օֆլայն ու օնլայն խանութներից հավաքել են ջերմուկ հանքային ջրերը։ Ազատության ֆեյսբուքյան հարցմանն արձագանքած Ռուսաստանում բնակվող օգտատերերի մի մասը հաստատել էր, որ նախկինի պես բոլոր խանութների դարակաշարերում չեն տեսնում հայկական հանքային ջուրը։ Ոմանք էլ ոչ միայն տեսել, այլև գնել էին թե օֆլայն, թե օնլայն։ Ջերմուկը գտել է մշտական խանութների։ Спасибо։ Ջերմուկի շուրջ ծավալված այս աղմուկից հետո օրվա ընթացքում հաջորդ լուրը տարածվեց։ Օնլայն առևտրի ռուսական հարթակները Wildberries-ն ու Օզոնը դադարեցրել են հայաստանյան ընկերությունների վաճառքները։ Տարոն Պապիկյանը, որ հազարավոր մարդկանց սովորեցրել է, թե ինչպես իրենց ապրանքը ռուսական այս պլատֆորմներում վաճառեն, իր բազմահազարանոց լսարանին մատչելի բացատրեց։ Բոլոր այն դեպքերում, երբ հայկական ընկերությունը Wildberries-ում կամ Օզոնում վաճառում է FBO տարբերակով Ռուսաստանից, այսինքն ապրանքը պահեստավորված է Wildberries-ի եւ Օզոնի ռուսաստանյան պահեստներից, առնվազն այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա։ Ռուսաստանում որոշ ապրանքների մաքսազերծման ժամանակ կիրառվում են լրացուցիչ ստուգումներ եւ վերահսկողության նոր ընթացակարգեր։ Իր պաշտոնական հայտարարությունում նշել էր Wildberries-ն ու հիշեցրել, որ ապրիլի 20-ից Ռուսաստանը փոխել է մաքսային ձևակերպման կանոնները։ Վաճառողներից պահանջվում է լրացուցիչ փաստաթղթեր անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակներում։ Կարճ ասած, տնտեսվարողը պարտավոր է ապրանքի ծագումնաբանությունը ներկայացնել։ Ռուսաստանի պահեստներում արդեն արկա ապրանքները շարունակում են իրացվել սովորական ռեժիմով, իսկ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը։ Ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը պնդում է, հանդիպել են ավելի քան 50 հայ ձեռնարկատերերի հետ ու ներկայացրել խնդիրները։ Վստահեցնում են, կապի մեջ են գործընկերների եւ համապատասխան կառույցների հետ ու հետևում են իրավիճակի զարգացմանը։ Պաշտոնական այս հայտարարություններին զուգահեռ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում 4 փաստ նշելով կատարվածում ընդդիմադիր երկու ուժերի մեղադրեց։ Խնդրից հատկապես ուրախացել ու հրճվում են այդ երկու ուժերին սատարող ռևանշիստները։ Տասնյակներով արդեն ինքնահրճվում են այն փաստից, որ հայ արտադրողի համար խնդիրներ են ստեղծվել։ Փաստ 3. Այս հարցն էլ ենք լուծելու։ Դուք այսօրվան հասակ ամիսներ շարունակ այլ երկրների չինովնիկներին Հայաստանի վրա դանոս գրելով։ Հայաստանի ու հայ արտադրողի վրա օտար երկրում մատնություն գրողները Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չունեն։ Էկոնոմիկայի նախարարը սակայն իր մեղադրանքների մեջ ոչ մի կոնկրետ անուն չի տալիս, նաև չի նշում, թե արդյոք հստակ փաստեր ունի իր պնդմամբ դանոս գրողների մասին։ Միջազգային լրահոսից Իրան-Միացյալ Նահանգներ նոր բանակցություններ են ուրվագծվում, եթե Սպիտակ տունը համաձայնի Թեհրանի ներկայացրած առաջարկին։ Զուգահեռ կողմերը հեռակա սպառնալիքներով են փոխանակվում։ Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով 3 խաղաղության նոր առաջարկ է փոխանցել ԱՄՆ-ին, հաղորդում է իրանական պետական իռնագործակալությունը առանց որևէ պաշտոնյայի հղում անելու։ Նույնը հայտնում է Ալ Ջազիրան իրանցի դիվանագիտական աղբյուրին հղումով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նախորդ առաջարկը ԱՄՆ-ն ըստամենայնի չի ընդունել, դրանով Իրանն առաջարկում էր շարունակել բանակցությունները, իսկ Թեհրանի միջուկային ծրագրի հարցը թողնել ապագային։ Այս ֆոնին Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանի գործընկերների Թուրքիայի, Եգիպտոսի, Կատարի, Սաուդյան Արաբիայի
եւ Իրաքի արտգործնախարարների հետ։ Ըստ իրանական կողմի պաշտոնական հաղորդագրության Աբբաս Արաղչին նրանց ներկայացրել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից շարունակվող պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկներն ու դիրքորոշումները։ Այլ մանրամասներ չեն հրապարակվել։ Մինչ այդ Իրանը սպառնացել էր երկարատև եւ ցավոտ հարվածներով պատասխանել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին, եթե ԱՄՆ-ն վերսկսի հարձակումները եւ վերահաստատի իր հավակնությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Իրանի ավիատիեզերական ուժերի հրամանատարը հայտարարել էր, որ աշխարհը տեսել է, թե ինչ տեղի ունեցավ տարածաշրջանում ամերիկյան բազաների հետ պատերազմի օրերին։ Նույնը տեղի կունենա նաեւ ձեր ռազմանավերի հետ, սպառնացել է Մաջիդ Մուսավին։ Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումն էլ ավելի կխորացնի Պարսից ծոցում մատակարարումների խափանումների հետ կապված խնդիրը եւ չի ծառայի իր նպատակին։ Ծովային շրջափակում կամ սահմանափակումներ կիրառելու ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին եւ դատապարտված է ձախողման, նշել է Մասուդ Փեզեշքյանը։ Այնինչ հիմա տեղի է ունենում ծովային շրջափակման անվան տակ ռազմական գործողությունների ընդլայնում է պետության դեմ, որը պարզապես վճարում է իր անսասանության եւ անկախության գինը։ Այս անարդար մոտեցման շարունակումն անհանդուրժելի է։ Ամերիկյան Աքսոսը գրում է, որ 3 կենտրոնական հրամանատարությունը ԱՄՆ նախագահին է ներկայացրել Իրանի դեմ հնարավոր նոր հարձակման ծրագիրը, եթե բանակցությունները ձախողվեն։ Դոնալդ Թրամփն իր հերթին Սպիտակ տանն ասել է, որ գուցե կարիք լինի վերսկսել ռազմական գործողությունները։ Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք չի նյարդայնացնում այն, որ գուցե խախտի հրադադարը, հաշվի առնելով, որ բանակցությունները փակուղում են, Իրանն էլ չի զիջում դիրքերը։ Թրամփը պատասխանել է. Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչ է հիմա բանակցվում ինձանից եւ մի քանի այլ մարդուց բացի, իրանցիները շատ են ուզում գործարք կնքել, բայց այստեղ խնդիր ունենք, քանի որ Իրանում ոչ ոք հաստատ չգիտի, թե ովքեր են իրենց առաջնորդները, նրանք սպանվել են։ 3 ԱՄՆ սենատում նաև լսումներ են եղել Իրանի պատերազմի թեմայով, օրենսդիրները պաշտպանության նախարարին մեղադրել են Իրանի դեմ պատերազմի ծախսերի ռազմական առաջընթացը չափազանցնելու, նաև խաղաղ բնակիչների թիրախավորելու համար։ Փիթ Հեքսեթը հերքել է բոլոր մեղադրանքները։ Ի տարբերություն մեր հակառակորդների, արմատական իսլամիստների, Միացյալ Նահանգների զինված ուժերը երբեք չի թիրախավորում քաղաքացիական անձանց եւ պայմաններ են ստեղծում ապահովելու համար, որ չվնասենք կամ չհարվածենք քաղաքացիական անձանց։ Հեքսեթը երեկ ասել էր, թե պատերազմն ԱՄՆ-ին մոտ 25 միլիարդ դոլար է արժեցել։ Իրանի արտգործնախարարն այսօր դա սուտ է անվանել, պնդելով, որ իրականում ծախսերը 4 անգամ ավելի են։ Նեթանյահուի արկածախնդրությունը մինչ օրս Ամերիկային ուղղակիորեն 100 միլիարդ դոլար է արժեցել, սոցցանցում գրել է Աբբաս Արաղչին, նշելով, որ անուղղակի ծախսերն էլ ավելի շատ են։ Այս ընթացքում Իսրայելը շարունակել է ռազմական գործողությունները Լիբանանի հարավում, թիրախավորելով Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի ենթակառուցվածքները, 40-ը վերջին 1 օրում, կան զոհեր։ Երևան վերադառնանք կենթանաբանական այգու հարևանությամբ հենց ճանապարհին առավոտյան զեբր էր հայտնվել եւ մինչ լրագրողները հաղորդում էին, թե կենթանուն հաջողվել է փախչել այգու վանդակից, պարզվեց ոչ զեբրն է զեբր, ոչ էլ երբևէ բնակվել է կենթանաբանական այգում։ Միասնիկյան պողոտայում իրեն զեբրի տեղ դրած էշ տեսնելը խառնաշփոթ առաջացրեց նախ տեղում, ապա լրահոսում։ Զարմանալի է, թե ոնց կարա զեբրը վանդակից դուրս գա դիմի փախուստի։ Զեբր է փախել գազանանոցից, առավոտյան 8:05 րոպեին է ոստիկանությունն նահազանգ նստացել։ Այստեղ էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ոնց է փախել։ Վանդակից։ Տարածքում գտնվողներից մեկը կասկածում է, արդյոք ավանակ է։ Զոլերը տեղում են, բայց վայրի կենթանու համար շատ համեստ է պահում իրեն։ Արթնացրեց առավոտը ԱԻՆ-ի զանգը, ճշտում էին արդյոք համապատասխանում է իրականությանը, թե չէ, ես միանգամից հերքեցի։ Կենթանաբանական այգու փոխտնօրենն ասում է, միանգամից է հերքել, որ այգուց զեբր է փախել, որովհետև անհնար էր, ասում է։ Ցանցապատը այնքան բարձր է, որ զեբրերը ուղղակի չեն կարող ազատավանդակը լքեն։ Բոլորին հրավիրեցին համոզվելու Մարտին, Մոնան ու Մամին, այգու 3 զեբրերը ծնված 5 տարի առաջ Հարավային Աֆրիկայում իրենց ազատավանդակում են, հիացնում են այգու մայիսմեկյան այցելուներին։ Այդ դեպքում ով է Միասնիկյանի մայթին հայտնված մոլորյալը, պարզվեց կենթանու մասնակցությամբ գովազդային հոլովակ է նկարահանել հայաստանյան մի նորաստեղծ ընկերություն, որի խորհրդանիշը զեբրն է։ Մոտեցումը ինչքան շատ խոսեն մեր մասին, այդքան լավ, բայց ինչու ներկել ու ֆոտոսեսիայի քարշ տալ շուկին։
Նկարահանումների ընթացքում ոչ մի կենդանի չի տուժել։ Ամեն ինչ իրականացվել է կենդանու տիրոջ համաձայնությամբ, վերահսկվող պայմաններում եւ օգտագործվել են կենդանու համար անվտանգ էկոլոգիական ներկեր։ Կենդանաբանական այգում սակայն չեն ողջունում ավանակին զեբրի զոլերով պողոտա հանելու այս մոտեցումը։ Չգիտեմ, ինչ ներկեր է օգտագործվել, հնարավոր է, որ օրգանիկ ներկեր են օգտագործվել, որոնք ուղղակի վնաս չեն հասցնում։ Բոլոր դեպքերում կենդանու հանդեպ դա որոշակի ոտնձգություններ է, հա, որը իմ համար ընդունելի չէ։ Նման էր շատ զեբրին։ Պահի տակ, հա, հետո հասկացանք, որ չէ, ամեն դեպքում վզի հատվածին չկար էլի այդ իր մազերից։ Մեծ ակաժներով զեբրա չի լինում, էլի, չափերը տարբերությունը մարդու գոտքից մի քիչ էր բարձր ընդհանրեն այդ նկարի մեջի կենդանին։ Ավանակին ներկած ընկերությունն այսօր հրապարակային առաջարկ է հղել կենդանաբանական այգուն։ Ուզում են ստանձնել այգում ապրող զեբրերի խնամքը, ապահովել նրանց հարմարավետ կյանքը։ Կենդանիների պաշտպանությամբ զբաղվողները տարակուսում են։ Ինչպես կարելի է մի կենդանու տանջել, դնել աննորմալ իրավիճակում եւ այսպիսի վերաբերմունք դրա նկատմամբ ցույց տալ անպատասխանատու, իբրև թե ուրիշ կենդանու պաշտպանելու համար։ Propose կենդանիների պաշտպանության բրիտանական կազմակերպության ներկայացուցիչ Նարե Արամյանը անընդունելի, անհեթեթ ու անտրամաբանական ակցիա է համարում այս ամենը։ Կենդանու նկատմամբ ցանկացած միջամտություն, որը հակասում է նրա բնականon վարչին, տվյալ դեպքում ավանակի նկատմամբ տարբեր նյութերի կիրառումը, նրան ստիպել ինչ-որ գործողություն անելը, բերել քաղաքային միջավայր, որտեղ նրա անվտանգությունը հնարավոր չի ապահովել, էլ մեջ բերել, որ դրա համար կա տիրոջ թույլտվությունը, բացարձակ անընդունելի է։ Կենդանաբանական այգուց դեռ չեն հստակեցնում ընդունելու են զեբրերին հովանավորելու առաջարկը ավանակին ներկած ընկերությունից։ Փոխտնօրենը շեշտեց կենդանիներին գովազներում ներգրավելուն դեմ են։ Անմիջապես գովազներում ներգրավելու բոլոր դիմումներ, ներկա ապագա ապառնի, ես միանշանակ դեմ եմ լինելու։ Այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանն ապշում է ինչպես է իշուկը զեբր ներկայացվել, ով է հավատացել դրան գենետիկորեն, նաև տեսքով բոլորովին տարբեր են։ Կենդանուն ներկելն ու ցուցադրելը կենդանաբանը համարում է նրա բարեկեցության սկզբունքին հակասող։ Իշուկը գույք չէ, ունի էմոցիաներ ու սթրեսից հեռու մնալու իրավունք։ Կենդանիներն էլ ունեն իրենց բնավորությունը, սովորությունները, ցանկությունները, հոգեբանությունը, կենդանին նույնպես բավականին էմոցիոնալ էակներ են։ Որտեղ է անսպասելի գրիմով հայտնի դարձած իշուկը։ Ընկերությունից վստահեցրին, նա արդեն ֆերմայում է, լողացած։ Լրահոսին շարունակ եք հետևել Ազատության էջերում սոցցանցերում, իսկ եթերում այսքանը կհանդիպենք։